Աղոթքով սկսենք մեր հիանալի Աստված, մեր Տեր եւ Թագավոր, մեր Փրկիչ, մեր ամեն բան։ Շնորհակալ ենք Տեր այդ քո գեղեցիկ գործիդ համար, որ մեզի փրկեցիր եւ դարձրել ես քո զավակները։ Եվ ճիշտ այդպես, որ եղջերուն փապակում է ջրի վտակները, մենք էլ փապակում ենք քո խոսքդ, որ մեր հոգեվոր հացն ու ջուրն է Տեր։ Այդ է մեր փապակը այսօր եւ մեր աղոթքը։ Խնդրում ենք Տեր, որ մեր միտքը, մեր սիրտը, մեր կամքը լուսաբանես, ուղղություն տաս, հաստատված քո խոսքիդ վրա, ավելի լավ հասկանանք այդ ինչ որ դու պատրաստել ես այսօր մեզ համար եւ հասկանալով Տեր, ապրենք այդ կյանքը մեր խոսքով, մեր խորհուրդով եւ մեր արարքներով, որ քեզ է փառք բերում։ Այս բոլոր խնդրում ենք մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի անունով, Սուրբ Հոգու ներկործությամբ, եւ այս բոլորը ծառայեն քո փառքդ Երևան բերելու հիմա եւ հավիտյանս հավիտենից ամեն։ Վաղ եկեղեցու առաջնորդներ, աստվածաբաններ ու հովիվներ օգնեցին երրորդության վարդապետության շարունակական հասկացողության ու դրա ուղիղ եւ ճշգրիտ բանաձևելու զարգացմանը մեջ ըստ հայտնված Աստվածաշնչում։ Այսօրվա դասում ամփոփ կերպով նկատի ենք առնելու եկեղեցու վաղ պատմությունը եւ խոսելու ենք մի շարք կարևոր անձերի առթիվ, թե եկեղեցու հերոսներ եւ թե եկեղեցու դեմ հերետիկոսներ։ Սաբելիոսի գաղափարը, որը սերտեցինք անցյալ դասում, որը մերժեց Աստվածության 3 յուրահատուկ անձնավորությունները ուսուցանելով, որ կա միայն մեկ Աստված, որը տարբեր ժամանակներում եւ տարբեր պարագաներում Երևան է գալիս, տարբեր կերպերով, մոդերով, դիմակներով, հակառակություն կրեց երրորդ դարվա Որոգինես եւ Տերտուղիանոս եկեղեցու հայրերից, Origen and Tertullian opposed Sabellius's doctrine. Սեբելիոսը դատապարտվեց ուրեմն որպես մի հերետիկոս եւ հաղորդազրկվեց երրորդ դարվա Հռոմի պապ Կալիաստոսի կողմից։ Այս ուսուցումը նաեւ ճանաչված որպես կերպարանաձևություն մոդելիզմ, թեպետ վաղ եկեղեցուց դատապարտված, սակայն տակավին ներկա է հենց մեր օրերում եւ ուսուցանվում է տարբեր խմբերի կողմից, ինչպես նաեւ միական պենտեկոստների կողմից, Oneness Pentecostals, եթե լսածած լինեք իրենց առաջնորդներից մեկը լավ ճանաչված T.D. Jakes, որը այսպես նույն վարդապետությունն են դաս տալիս երրորդության առթիվ, որոնք են այժմյան կերպարանաձևության հավատամքի հետևողները։ Տեսնում եք ինչքան կարևոր է, որ մենք եկեղեցու պատմությունը անտարբեր չնկատենք, այլ հետաքրքրվենք, որովհետև նույն վարդապետությունները սխալ եւ ծուր կրկրվում են հենց այս օրս։ Թեկուզ երրորդ դարվա եկեղեցու հայր Որոգինեսը ճանաչավ պաշտպանել Հիսուսի աստվածությունը, հակառակելով կերպարանաձևության ուսուցման, սակայն ինչպես որ տեսանք անցյալ դասում, նա սխալ կերպով բացատրեց հոր եւ որդու մեջ եղած տարբերությունը, խոսելով աստվածության աստիճանների մասին, the degrees of deity or divinity. Նա ուսուցանեց, որ հայրը ունի աստվածային բնությունը լիովին բոլորովին, աստիճանով, իսկ որդու աստվածային բնությունը հորիցը մի քիչ պակաս է։ Այս նշանակեց, որ որդին էությամբ ստորադաս էր հորիցը։ Եվ ցավոք սրտի մենք նույն գաղափարը հանդիպում ենք, տեսնում ենք, լսում ենք շատ ժողովրդից, որ ընդունում են, որ հայրը, որդին եւ հոգին Աստված անձնավորություններ, բայց նայում են Հիսուսին եւ հոգուն, Սուրբ Հոգուն, իբրև մի թեթև կամ մի քիչ ավելի ցած աստվածային աստիճանով, քան թե հայր Աստվածը, իսկ աստվածային անձը, եւ այդ բոլորովին սխալ է։ Երրորդ դարվա Աղեքսանդրիայի Արիոսը ուսուցանեց, որ կա միայն մեկ Աստված, եւ Հիսուսն ու Հոգին արարած էակներ են, եւ ուստի հակառակեց Որիգենեսի աստվածության աստիճանների գաղափարը, բայց նա շեշտեց, որ մեկը կամ Աստված է, կամ ոչ Աստված, կամ արարիչ է, կամ արարած, եւ այսպիսով Հիսուսին հռչակեց որպես մի արարած։
Որոգինեսի եպիսկոպոսը Աղեքսանդրը դատապարտեց ու հաղորդազրկեց Արիոսին ու նաև հերքեց Որոգինեսի այս աստվածության աստիճանների գաղափարը, հաստատելով, որ հայրն ու որդին ունեն աստվածային բնությունը հավասարապես։ Բայց նա դժվարություն ուներ բացատրելու, թե ինչպես նրանք երկու աստվածներ չեն։ So you see the difficulties in the first few centuries of the church in how they tried to defend the Father, the Son, and the Spirit and their deity, but at the same time explain the doctrine of Trinity without coming up with many gods. Polytheism, which the Bible rejects. Եկեղեցու պատմության ամենակարևոր դեպքերից մեկը Նիկիայի համաժողովն էր, Council of Nicaea. Եկեղեցու առաջին տիեզերական համաժողովը, Գործ առաքելոց 15-ում գրված Երուսաղեմ համաժողովից հետո։ Ուր վաղ եկեղեցու առաջնորդները հավաքվեցին եւ պատասխանեցին ու հակառակեցին երրորդության վարդապետության վերաբերյալ եղած հերետիկոսական ուսուցումներին։ Նիկիայի համաժողովը առաջին տիեզերական ժողովն էր, որը կազմակերպվել էր Հռոմի կայս Կոնստանտինի կոչով, որը տեղի ունեցավ 325 թվականին Նիկիա քաղաքում, որն է այսօրվա Իզնիկ քաղաքը Թուրքիայում։ So we're talking about the Council of Nicaea. First council, ecumenical, in 325 AD. Այս եւ մի քանի ուրիշ այսպես համաժողովներ ճանաչված են որպես տիեզերական, այսինքն ընդհանրական, անգլերենով ecumenical ժողովներ, որը գալիս է հունարենից, նշանակելով բոլոր բնակված աշխարհը, all inhabited world, ուստի ներկայացնելով բոլոր քրիստոնյաներին աշխարհում։ Երկար խոսակցությունից հետո մասնակցողները համաձայնության հասնելով վավերեցրին ու որդեգրեցին Նիկիայի հավատո հանգանակը։ Այսինքն այս ժողովից դուրս եկավ մի հավատո հանգանակ, a statement of faith, Creed of Nicaea. Creed, հավատո հանգանակ of Nicaea. Եվ այս հանգանակը վաղ քրիստոնյա եկեղեցու հավատքի հայտարարությունն էր հակառակ արիոսականության, հերքելով եւ դատապարտելով դրան որպեսի մի հերետիկոսություն։ Բացի Աղեքսանդրը ամենակարևոր եւ ազդեցիկ առաջնորդներից մեկը Աթանասիոսն էր, Athanasius, այս անունները հիանալի կարևոր են, որ կարող եք ինտերնետի վրա Wikipedia-ի վրա որտեղ որ գտնել եւ կարդալ նրանց biography-ին։ Աղեքսանդրիա քաղաքի եպիսկոպոսն ու նաեւ Աղեքսանդրիայի քարտուղարը երկուսն էլ ներկա էին այդ համաժողովում։ Նաեւ ներկա էին առաջնորդներ հայկական եկեղեցուց եւ շատ ուրիշ եկեղեցիներից։ Աթանասիոսը շատ կարևոր ազդեցություն ունեցավ ժողովի արդյունքի վրա։ Հաստատելով Նիկիայի հանգանակի մեջ գործածված լեզվական հիմքը, he laid the foundation for the language that was used in the Nicene Creed. Այս հանգանակով եկեղեցին վավերացրեց իր հավատքը Հիսուս Քրիստոսի աստվածության ու երրորդության վարդապետության մեջ, դիտելով դրանց որպեսի քրիստոնեության էական ճշմարտություններ։ Նիկիայի հանգանակը սկսվում է այսպես թե, անշուշտ այսօրվա լեզվով, մենք հավատում ենք մեկ Աստծո, ամենակալ Հոր, բոլոր երևեցող ու աներևույթ բաների արարչին, եւ մեկ Տեր Հիսուս Քրիստոսին, Աստծո որդուն, Հորիցը ծնված, միածնին,
այսինքն հոր էությունից, Աստված Աստծո, լույսի լույսո, ճշմարիտ Աստված ճշմարիտ Աստծո, ծնված ոչ ստեղծված, հոր հետ մեկ բնությունից եղած, որով բոլոր բաները եղան, թե երկնքում են և թե երկրից վրա։ Հիանալի գեղեցիկ հավատո հանգանակ։ Անգլերենով The creed starts, we believe in one God, the Father Almighty, maker of all things visible and invisible, and in one Lord Jesus Christ, the Son of God, begotten of the Father, the only begotten, that is of the essence of the Father, God of God, there is light of light, very God of very God, begotten, not made, being of one substance with the Father, by whom all things were made, both in heaven and on earth. Վաղ եկեղեցին ընդգրկեց մի շատ լավագույն եւ պատշաճ նախադասություն, հուսով եմ նկատեցիք, հստակորեն հայտարարելով Քրիստոսին որպես ծնված ոչ ստեղծված, կամ կարող ենք ասենք ծնված ոչ արարած, begotten, not made. Begotten, not made. Ծնված ոչ ստեղծված, ոչ արարած։ Ըստ Աստվածաշնչի բազմաթիվ փաստեր, որը պարզորեն վավերացնում են Հիսուսի աստվածությունը, եկեղեցին նաև ուսուցանեց, որ կոչվելով միածին որդին, այդ ներկայացնում է Քրիստոսի եզակիությունը, բացատրելով նրա ու հոր եզակի հարաբերությունը, ճիշտ այդպես որ անցյալ դասում տեսանք, եւ ոչ թե նրա սկզբնակետը։ Եկեղեցին գիտեր, որ ծնված բառը ինչ էլ որ նշանակի, Քրիստոսի նկատմամբ այդ չէր նշանակում լինել արարած կամ ստեղծված, դրա համար գրեցին begotten, not made. Աստվածաբան Արսի Սպրոլը գրում է, թե երբ մարդիկ եւ ուրիշ արարածներ ծնվում են, նրանք ստեղծվում են, բայց Հիսուսը ծնվեցավ հավիտենականության մեջ մի եզակի կերպով, որը չընդգրկեց նրա ստեղծվածությունը։ Երրորդության երկրորդ անձը ունի հոր հետ որդեության մի հավիտենական հարաբերություն։ Ասում է, when people and other creatures are begotten, propagated, they are made, but Christ was begotten in eternity in a unique way that did not involve being made. The second person of the Trinity has an eternal relationship of sonship with the Father. So, an eternal, կարող ենք ասենք eternal sonship, հավիտենական որդիություն, հորը հետ այդ հարաբերությունը։ Հանգանակը նաև նշում է, թե Հիսուս Քրիստոսը հոր էությունից, հոր հետ մեկ բնությունից է։ He is of the essence of the Father, of the substance, one substance with the Father. Հունարեն բառը, որը գործածվեց համաժողովում, homoousios բառն է, որը նշանակում է նույնաբնույթ, նույն էությունից կամ նույն նյութից։ Նաև կար մի ուրիշ հունարեն բառ, որը կարող են գործածին, homoousios, որը նշանակում է նմանաբնույթ, ոչ նույնաբնույթ, նմանաբնույթ, նման էությունից կամ նյութից։ Սրանք բարդ բառեր են, նախամասերն են homo, որը նշանակում է նույն, իսկ homoi նշանակում է նման, եւ արմատ բառը ousia բառն է, որը նշանակում է բնություն կամ էություն, ակնարկելով մի բանի ամենաներքին իրականությունը։ Խոսում ենք այս բառերը, որ գործածվեց homoousios, որ հակառակ homoi, որ չգործածվեց ousios։ Այս նշանակում է same essence,
նույն էություն, այս նշանակում է նման, similar essence, այս չգործածվեց, այս գործածվեց, Homoousios, ինչ հետաքրքիր, այս երկու բառերի տարբերությունը նկատեցիք ինչ է, մի փոքր I, հունարեն iota, I տառն է, միայն այդ է տարբերությունը, այս շատ մանր ու աննշան է թվում մեզի, բայց իրականում սրանից ավելի հսկա և կարևոր բան չկա, այս երկուսի տարբերությունը ուղղահավատ քրիստոնեության և հերետիկոսության տարբերությունն է, պարզ ասած հարցն էր թե ով է Քրիստոսը, արդյոք նա ասված է թե մի վեհացած արարած է, ուրեմն տեսնում ենք, որ տարբերությունը էական էր այդ երկու տարբեր բառերի համար, բայց եկեղեցին այդ հավատո հանգանակում գործածեց homoousios, նույնաբնույթ, նույն բնություն էություն, Արիոսականները դժվարություն չունեին ասելու թե որդին հոր նման էր homoousios, բայց ոչ թե հորը հավասար կամ նույնը homoousios, նույնն էլ պարական է Եհովայի վկաների վերաբերյալ հենց այսօր, որոնք այժմյան արիոսականներն են, կարծելով թե մեծարում են Հիսուսին կամ բարձրացնում են Հիսուսին, կոչելով նրան որպես ամեն բանից առաջինն, գլխավորը ու բարձրը, սակայն իրականում նրանց համար նա միայն մի արարած է և ոչ ամենակալ, ամենազոր Աստվածը, նաև նույնը պարական մորմոնների նկատմամբ, որոնք մերժում են հոր ու որդու հավասարությունը, չեն պաշտում Քրիստոսին, չեն աղոթում նրան, և իսլամ կրոնը համարում է Հիսուսին որպես մի ստեղծված մարդ, մի մեծ մարգարե, բայց իհարկե ոչ Աստված, բայց վաղ եկեղեցու համար հոր նման լինելը բավարար չէր, որովհետև եթե Հիսուսը էությամբ կամ բնությամբ ճիշտ նույնը չէ հորին, ապա նա Աստված չէ, homoousios, նույնաբնույթ, same essence, ուստի եկեղեցին մերժեց նմանաբնույթ, homoousios բառը և ընդգրկեց նույնաբնույթ, homoousios բառը հստակորեն նշելով, որ որդին նույնաբնույթ է հայր Աստծո հետ, հանգանակը հռչակում է Հիսուսին որպես հոր էությունից, Աստված Աստծո, լույս ի լույսո, ճշմարիտ Աստված, ճշմարիտ Աստծո, ծնված ոչ ստեղծված, հոր հետ մեկ բնությունից եղած, ինչքան գեղեցիկ, ամփոփ, բայց խիստ իմաստալի, Հովհաննես 1:4-ում կարդում ենք, թե սկզբումն էր բանը, լոգոս, և բանն Աստծո մոտ էր և բանն Աստված էր, նա սկզբումն Աստծո մոտ էր, ամեն ինչ նրանով եղավ, և առանց նրան ոչինչ չեղավ, ինչ որ եղավ, նրանով էր կյանքը և կյանքը մարդկանց լույսն էր, եկեղեցին նաև ներառեց մի եկեղեցական անեծք հանգանակի վերջումը, ասելով թե բայց նրանք, որ ասում են, կար մի ժամանակ, երբ նա չկար, ակնարկում է ումին, արիոսականներին, որ հենց այս նույն բանն ասեցին, կար մի ժամանակ, երբ նա չկար, և թե նա չէր նախքան նա ստեղծվեց, և թե նա ստեղծվեց ոչինչից, կամ թե նա մի ուրիշ նյութից կամ էությունից է, կամ թե Աստծո որդին ստեղծված է, կամ փոփոխական կամ փոխվելի է, նրանք, որոնք այս բաներն են ասում, հանգանակն ասում է դատապարտված են Սուրբ կաթոլիկ և առաքելական եկեղեցուց, չի խոսում այսօրվա կաթոլիկ և օրթոդոքս առաքելական եկեղեցու արդիվ, խոսում է այդ մեկ եկեղեցին, կաթոլիկ, այսինքն համընդհանուր, և առաքելական, այսինքն առաքյալների հիման վրա, այդ եկեղեցին, դատապարտված են Սուրբ կաթոլիկ և առաքելական եկեղեցուց, իրավ որ այս մի շատ լուրջ անեծք էր, ուրեմն
Համաժողովը հերքեց ու դատապարտեց արիոսականներին ու արիոսականության այդ վարդապետությունները Նիկիայում։ Հարկ է այստեղ նշել, թե հակառակ ոմանց թելադրության կամ գաղափարներին այս համաժողովը չհնարեց Քրիստոսի աստվածության վարդապետությունը, իսկ այն միմիայն դիտեց ինքն իրեն որպես Սուրբ գրքի վկայության պահպանողը ու պահապանը, որը բացահայտորեն ուսուցանում է, որ Քրիստոսը Աստված է։ Թեպետ արիոսականությունը մերժվեց ու դատապարտվեց Նիկիայի համաժողովում, սակայն այդ ուսուցումը տակավին տարածվում էր 4-րդ դարվա ընթացքում։ Բազմաթիվ կայսրերի հովանավորության տակ, որոնք պաշտպանում էին արիոսականներին։ Ցավոք սրտի, եթե եկեղեցու պատմությունը կարդանք, կտեսնենք այսպես մութ եւ դժվար էջեր կա, որ թեպետ եկեղեցին դատապարտեց մի վարդապետություն, այդ վարդապետությունը ուրիշ ձևով շարունակվավ հաջորդ դարերում։ Նիկիայի համաժողովից հետո Athanasius հաջորդեց Աղեքսանդրին եւ դարձավ Աղեքսանդրիա քաղաքի եպիսկոպոսը։ Նա անցկացրեց իր մնացորդ կյանքը պահպանելով երրորդության աստվածաշնչային վարդապետությունը, ջերմ եռանդությամբ պայքարելով արիոսականության հերետիկոսության դեմ։ Աթենասիոսը 17 տարիներ իր 45 տարիներից որպես եպիսկոպոս անցկացրեց աքսորությանը մեջ, կայսերից որսորդված։ Ցավոք սրտի։ Բացի Նիկիայի համաժողովը, եկեղեցին նաև ժողովի կանչեց Կոնստանդնուպոլսի համաժողովը։ Կոնստանդնուպոլսի համաժողովը այս երկրորդ տիեզերական համաժողովն էր, կոչված Հռոմի կայս Թեոդոսիոսի կողմից 381 թվականին։ It was the Council of Constantinople. Was the second ecumenical council եւ 381 թվականին։ Լայնարձակելով, այսինքն տարածելով Նիկիայի հավատո հանգանակը, մի նոր հանգանակ հաստատվեց այդ համաժողովում, որը ճանաչված է այսօր որպես Նիկիական հավատո հանգանակը։ Շատ նման է հնչում, բայց նույնը չի։ Այդ Նիկիայի հանգանակն է այս Նիկիական հավատո հանգանակը, Nicene Creed։ Հավատո հանգանակը, որ դուրս եկավ, Nicene Creed։ Կապադովկիայի աստվածաբաններ, Cappadocian theologians, 4-րդ դարում այսօրվա Թուրքիայում այս համաժողովի գլխավոր եւ ազդեցիկ ուժն էին։ Եղբայրներ Բարսեղ Կեսարացի ու Գրիգոր Նուսացի եւ իրենց ընկեր Գրիգոր Նազիանզացի Աթանասիոսի դրված հիմքի վրա կառուցանեցին եւ բացի ուսիոս բառից, որը նշանակում էր նյութ կամ էություն, նրանք ծանոթացրին կամ հարաճացրին hypostasis գաղափարը, անգլերենով subsistence, որը խոսանք արդիվ, որը թարգմանվում է որպես գոյության տակ կամ կանգնել ներքևում, subsistence, որը գործածվեց ակնարկելով 3 աստվածային անձնավորություններին, Հայր, Որդի եւ Հոգի, որոնք հանգանակն ասում է գտնվում են մեկ եւ նույն աստվածային էության բնության մեջ կամ ներքևը։ Եկեղեցին հասկացավ իր Աստծուն որպես 3 hypostasis մեկ ուսիայում։ Այսինքն hypostasis 3 հատ մեկ ուսիայում։ Եվ այդ կբացատրենք։ Այսինքն
Սրանով եկեղեցին ասում էր, որ այդ մեկ էության բնության մեջ կամ տակը կան 3 յուրահատուկ անձնավորություններ՝ Հայր, Որդին ու Հոգին։ Յուրաքանչյուրը կատարելապես ունենալով նույն անբաժան էությունը իր յուրահատուկ եւ որոշակի ձևով։ Այսինքն այստեղ ակնարկում են էության նույնությունը, իսկ անձերի տարբերությունը։ Եվ թեպետ այս տարբերությունները իսկական են, սակայն նրանք բնության կամ էության տարբերություններ չեն, որովհետև մեկ ուսյան բոլոր աստվածությունն է եւ դրա տակն են գալիս 3 անձնավորությունները, որովհետև Աստված մեկ է։ So here, երբ որ ասում ենք hypostasis, խոսում ենք subsistence։ Խոսում ենք Father, Son, Spirit, անձնավորություններ եւ ուսիա խոսում ենք essence, որը նույն մեկն է։ Divine nature։ Նաև պետք է նշել, որ անձ բառը, որը գործածվում է երրորդության նկատմամբ մեր ամենօրյա սովորական անձնավորության գաղափարն ու փորձառությունը չի, որն է անհատ, ինքնավար եւ առանձին անձեր։ Իսկ երրորդության անձնավորության իմաստը հաստատված է միմյանց մտերիմ սիրո, հարաբերության եւ հաղորդակցության վրա։ Նրանց միությունը անբաժանելի է։ Աստվածաբաններ սրան ակնարկում են որպես երրորդության միությունը բազմազանությանը մեջ, շատ գեղեցիկ։ Unity in diversity, այդ էլ կարևոր է այստեղ, նույնը կարող ենք ասենք, ուսյան unity-ն է եւ տարբերությունները hypostasis in diversity։ Այդ էլ գեղեցիկ ձև է երրորդությունը բացատրելու, երրորդության միությունը բազմազանությանը մեջ։ Այստեղ տեսնում ենք մի շատ կարևոր եւ հիմնական տարբերություն քրիստոնեության ու բոլոր ուրիշ մենաստվածային կրոնների միջև, օրինակի համար իսլամ կամ հրեականություն, որոնց մեջ այս աստվածային անձերի միմյանց սիրո ու հաղորդակցության գաղափարը բացակա է, որտեղ իրենք ուրիշ անձեր չունեն, մեկ Աստված, մեկ անձ։ Քանի որ դրանցն է միություն առանց բազմազանություն, unity without diversity։ Մեկ վարքյան մտածենք սրա արդիվ։ Մեր Աստծո տարբերությունը, գերազանցությունը, սկանչելիությունը եւ ուրիշ այսպես կրոնների աստվածների հետ, ուր չկա այդ միմյանց սեր, փոխհարաբերություն, մտերիմ հաղորդակցության իրենց Աստված մեջ, միայնակ է իրանց Աստվածը։ Եվ մենք սերտեցինք Աստծո հատկանիշները, սեր, հավատարմություն, այս բոլորը Աստված պետք չուներ որևէ մեծ ստեղծագործություն, որ վայելեր, ինքը իր մեջ հավիտյանս հավիտենից վայելել է այսպես միմյանց սեր, հաղորդակցություն եւ մտերիմ հարաբերություն։ Նիկիական հանգանակը նաև պարունակեց մի նախադասություն Սուրբ Հոգու աստվածության արդիվ, փաստելով կամ հաստատելով, որ Սուրբ Հոգին էլ Աստված է ճիշտ Որդին եւ Հորը նույն էությամբ հատկանիշներով։ Հետևաբար երրորդաբանական լեզվական բանաձևը կազմված Կոնստանտինոպոլսի համաժողովում հենց նույն լեզուն է, որը գործածվել է եկեղեցու պատմության ընթացքում եւ որը մենք գործածում ենք ներկայիս։ Իմիջայլոց մեր եկեղեցին ընդունում է այս հանգանակը որպես մի հիմնական հավատո հանգանակ, որը նշված է հենց մեր ցանցակայքում, ինտերնետի վեբսայթում։ Աստվածության յուրաքանչյուր անձը բոլորովին Աստված է եւ լրիվ աստվածային էությունը բնակվում է այդ անձում, Հորը մեջ, Որդու մեջ, Հոգու մեջ։ Նրանցից ոչ մի անձ ավելի բարձր կամ ցածր չէ էությամբ մյուսից։ Յուրաքանչյուր անձ լինելով Աստված ինքն իրեն, լինելով հավասար փառքով, պատվով
գերիշխանությամբ, իմաստությամբ, զորությամբ եւ ուրիշ բոլոր աստվածային հատկանիշներով։ Ուրեմն երրորդության բանաձևում վաղ եկեղեցին հնազանդեց եւ ծնրադրեց Սուրբ Գրքին, հաստատելով Աստծո միությունը ու նաեւ աստվածության անձնավորությունների միջև եղած բազմազանությունները։ Այս անելով եկեղեցին վավերացրեց, թե երրորդության վարդապետության ընդունումը էական է փրկության համար։ Եթե ոչ, Աստծո իր մասին հայտնությունը Աստվածաշնչում պիտի լինի սխալ ու անվստահելի եւ անիմաստ։ Ուրեմն միայն վաղ եկեղեցու այս ամփոփ կարճ պատմության վերադիտումով տեսնում ենք Աստծո սքանչելի գերիշխանությունը եւ իմաստությունը, կարգադրելով եւ առաջնորդելով եկեղեցուն եւ նրա առաջնորդներին, որպեսի պատվել ու պահպանել Աստվածաշնչային վարդապետության սրբությունը, մինչ հանդիմանելով եւ մերժելով հերետիկային ուսուցումներին։ Ուրեմն լավ է մեզ համար հենց այսօր, որ ծանոթանանք եկեղեցու գույնզգույն եւ զարմանալի պատմությանը հետ, որպեսի կարողանանք ավելի լավ զանազանել ու դիմադրել մեր օրերում եկող ու գնացող զանազան սխալ ու ծուր ուսուցումներին։ Վերջացնենք աղոթքով։ Մեր հիանալի Աստված, դարձյալ բյուր փառք եւ պատիվ միմիայն արժանի է քեզ, եւ Տեր անչափ շնորհակալ ենք, որ տեսնում ենք դարձյալ քո գերիշխանությունդ, քո իմաստությունդ, քո ձեռքի գործդ, թե ինչպես դու հրովարտակեցիր, ինչպես դու կազմակերպեցիր, կարգավորեցիր քո եկեղեցին, քո եկեղեցու առաջնորդներին, որպեսի սխալ վարդապետությունների մեջ կարողանան ըմբռնեն քո ճշմարիտ վարդապետությունը, ըստ քո խոսքդ հայտնված նրանց, եւ այդ հասկանալով Տեր կարողանան բանաձևեն երրորդության վարդապետությունը եւ բոլոր ուրիշ վարդապետությունները, որպեսզի եկեղեցին ամուր կայնի աստվածափառ եւ աստվածահաճո վարդապետության հիման վրա եւ հերքի եւ մերժի սխալ վարդապետությունները, որ բարձրացել են իր դեմ, եւ Տեր մենք այդ ականատես ենք լինում եւ բյուր փառք ենք տալիս քեզի։ Շնորհակալ ենք Տեր, որ այս պատմությունն ունենք, կարող ենք կարդանք, սերտենք մեր փափակն ա Տեր, որ ավելի լավ ըմբռնենք եւ հասկանալով ինքներս աճենք, զարգանանք, լուսավորվենք, որպեսզի կարողանանք դեմ կայնենք սխալ վարդապետության եւ ճշմարիտ վարդապետությունը հռչակենք ուրախությամբ եւ եռանդով եւ այս բոլորի մեջ եկեղեցին մնա հաստատ, ամուր, միաբան եւ քեզի փառք բերող։ Այս բոլորը խնդրում ենք մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի անունով, քո փառքիդ համար, հիմա եւ հավիտյանս հավիտենից։ Ամեն։